Երբ Ռուսաստանն ասում է առանց մեր երկաթուղու դուք չեք կարող, դա արդեն տրանսպորտի մասին չէ, դա մենաշնորհի եւ քաղաքական շանտաժի լեզու է։ Հայաստանի երկաթուղին ռուսական սեփականություն չէ, այն Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածք է, որը Քոչարյանի իշխանության տարիներին հանձնվեց ռուսական կառավարման եւ այդ օրվանից ձևավորվեց մի համակարգ, որտեղ երկաթուղին ծառայեց ոչ թե որպես երկիրը կապող ուղի, այլ որպես կախվածություն պահպանելու հավելյալ լծակ։ 2018-ին հարավկովկասյան երկաթուղիներում իրականացված ստուգումները բացահայտեցին լուրջ խախտումներ, չկատարված շինարարական աշխատանքներ 100 միլիոնավոր դրամների չափով, պետության նկատմամբ չկատարված ֆինանսական պարտավորություններ եւ բյուջետային էական անհամապատասխանություններ, այսինքն որպես անփոխարինելի ներկայացվող կառույցն իրականում ունեցել է ոչ միայն արդյունավետության, այլև հաշվետվողականության պայմանագրային պատասխանատվության հիմնարար խնդիրներ։ Լուծումը կիսատ քայլերով չի լինում։ Տրիպի երկաթուղային բաղադրիչը չի կարող մնալ ռուսական կոնցեսիոն վերահսկողության ներքո։ Հայաստանը պետք է հստակ որոշում կայացնի։ Տրիպը պետք է ծառայի Հայաստանի անվտանգությանը, խաղաղությանը եւ ինքնիշխանությանը, ոչ թե ռուսական կառավարման շղթայի վերարտադրմանը։ Դա նշանակում է վերանայել եւ դադարեցնել ռուսական կոնցեսիոն կախվածությունը, երկաթուղին վերադարձնել Հայաստանի լիարժեք կառավարմանը եւ տրիպը կառուցել որպես բազմաուղղություն, ինքնուրույն եւ ազգային շահին ենթակա լոգիստիկ ճարտարապետություն։ Պետության ճանապարհները պարզապես ռելսեր չեն, դրանք ինքնիշխանության նյարդային համակարգն են։ Իրական անկախությունը սկսվում է այնտեղ, որտեղ քո ճանապարհների բանալին քո ձեռքում է։